Հարգանքները ժողովուրդ ջան։ Ամեն անգամ ասում ես ոչինչի մասին չխոսենք, մենք էլ շատերի նման ձեռքներս թափ տանք, ասենք հերնել անիծած այդ երկրի վիճակը ինչ ուզում ա թող լինի։ Ոչ ժողովուրդն էլ ում ձեռի տակ կապրի հերնել անիծած։ Այ մարդ գնա քո մասին մտածի, քեզ պետք է խոսում ես։ Նա մանավանդ որ խոսում ես, իհարկե շնորհակալ եմ խելացի մարդկանց հայրենասեր, որոնք ցավ են ապրում այսօրվա իրավիճակի համար։ Շատերն էլ մեծ հաճույքով ելույթների տակ խոսում ես, մեր երկու բառ ես ընդամենը ասում, այնպես չի որ ժամերով ելույթ ես ունենում, հավյանքներ են գրում, անասուն բաներ։ Էլ եմ ասում ելույթը չկապված, որ բազմից եմ ասել։ Ինչ ասեմ, պոռնկացիներ են միգուցե կամ բոզածիններ։ Ստորարարածներ են էլի։ Դրանց հարցով ես ուղղակի երանի եմ տալիս, երանի էլի այն օրվան, որպես որ մեր նման մարդիկ գային իշխանության, ամբողջ երկրում նորից եմ ասում, ինկվիզիցիա էր արվելու։ Վերևից, ներքևից սաղ սահմանները փակվելու էր, ու սրանց հերը անիծվելու էր էլի։ Աստծուց միակ խնդրանքը դա է։ Իմ խնդրանքը էլ եմ ասում, Աստծուց մենակ դա է։ Որ ամեն ինչ փորձում ես անել, խոսել, բացատրել, մի բան անենք էլի, մեր երկրի հայրենիքի համար, սրանք հայում են անկապ։ Այդ հայողները փաստացի ապացուցում են, որ թքած ունեն այդ հայրենիքի վրա, այսինքն մեզ սենց կյանք ձեռը տալիս, ինչ ես ուզում մեզանից։ Սա նույն բանն է, որ նախորդ ելույթում ասեցի, որ Անդրանիկը եւ այլ հայդուկներ Հայաստանի տարբեր շրջաններում երբ որ շրջում էին եւ ժողովրդին բացատրում էին, բերեք թաքստոցից, հանեք ձեր ջահելներին, բերեք տվեք գետակ կռվենք, սաղ ասում էին զզվցրիր, էլի թողիկ, ինչ եք ուզում, ապրում ենք թուրքերի հետ հանգիստ, ռադելեք գնացեք, ինչ հայրենիք, ինչ փրկություն, ինչ անկախություն։ Այն նույն բանը հիմա կատարվում ժողովուրդ ջան, հենց հիմա։ Ոչ քուն կա, ոչ դադար, ազնությամբ եմ ասում։ Մարդիկ վատառողջ են դարձել այս իրավիճակից, իսկապես խելագարություն, չգիտես ինչ է կատարվում, շունը տիրոջը չի ճանաչում մեր երկրում։ Լավ ինչևէ, ասելիքս ասեմ, ուրեմն լսեցի ինչ է ասում Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան։ Պարս տեքստով մեսիջ ուղարկեց Հայաստանին, պարս տեքստով, որ ապուշին էլ պետք է պարզ լինի։ Որ այո, մենք հորդորում ենք, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն եւ վերանան բոլոր խոչընդոտները։ Բայց դե գիտեք ինչ, ոնց որ երկու կողմերի միջև անընդհատ էլի խոչընդոտներ կան, ասում է, պատերազմային կոչեր եւ այլն բաներ։ Իհարկե ցանկալի չի, որպեսզի պատերազմ լինի, նորից կոտորածներ, թող մարդիկ ապրեն խաղաղ։ Եվ նայեք այստեղ կարևոր հանգամանքը ինչ է ասում Զախարովան։ Բայց ասում է, քանի որ Հայաստանը մեր համար էլի մնում է դաշնակից, մենք չենք կարող անտարբեր մնալ, բայց այստեղ կա մի մեծ խնդիր, այստեղ շատ ուշադիր եղեք ինչ է ասում։ Հայաստանի իշխանությունները ինքնամեկուսացման են գնացել, ժամանակավորապես սառեցրել են ՀԱՊԿ-ի հետ անդամագործակցությունը, այսինքն համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ սառեցրել են Հայաստանի իշխանությունները։ Այս սա է ասում է խնդիրը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Այս մի քանի տողերը, որ Հայաստանը դա մեր դաշնակիցն է եւ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց Հայաստանի իշխանությունները ինքնամեկուսացման են գնացել եւ ժամանակավորապես սառեցրել են ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը։ Այսինքն Մարիա Զախարովան պարս տեքստով բոլորին ասում է, հասկացնում է, ոնց ասի, որ հասկանաս, որ եթե պատերազմ եղավ, փաստորեն մենք չենք կարող էլի Հայաստանին պաշտպանել։ Չենք կարող։ Հիմա երկուսից ով կհաղթի, դա էլ Աստված գիտի։ Բայց բոլորիս էլ պարզ է ով կհաղթի, քանի որ այս իշխանությունները Հայաստանի բացահայտ էլ չեն էլ թաքցնում ժողովուրդ ջան։ Բացահայտ խոսում են, մնում է Նիկոլ ընդամենը մի բառ ասի։ Այո, ես թուրքական գործակալ եմ եւ ծառայում եմ այդ երկրի շահերին։
Բայց այդ մարդը լավ զարմանում եմ, այդ մարդը էլ ինչ ձև ասի, ինչ ձև բացատրի, որ ինքը թրքամետ է, ինքը թուրք է, ինքը աշխատում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։ Լավ ոնց ասի այդ մարդը, որ հասկանանք, էլի մեր համար հասկանալի լինի։ Պարզ ասում այ մարդ, վաճառում եմ ես ձեր երկիրը։ Հասկացնում է, կանգնացրեք ինձ, մի բան արեք, կանգնացրեք, վիժեցրեք, ուզում եք սատկացրեք, սպանեք, մորթեք այ մարդ ինձ։ Կանգնացրեք, ես մեկը վաճառելու եմ, ես ամբողջը։ Ինչ վերաբերում է հետ կամ նորից մի պահ Մարիա Զախարովի ասացին, որ Հայաստանը ինքնամեկուսացման է գնացել, ժամանակավորապես սառեցնելով հապկի այդ համագործակցությունը, այսինքն պատերազմի դեպքում մենք չենք կարող Հայաստանին պաշտպանել, որտեղ դա նշանակում է ժամանակավոր սառեցում է, թե ինքնամեկուսացում է, դա նշանակում է դու հապկից դուրս ես եկել։ Էլով պիտի պաշտպանի Հայաստանին, այսինքն Ռուսաստանը չի կարող պաշտպանել Հայաստանին։ Իրավասու չի, վերջ, պարզ տեքստով հասկացին, նայեք տեսեք, եթե պատերազմ լինի, մենք չենք կարող պաշտպանել, մենք կողքի վրա կանգնած մեր համար կդիտենք, թե ինչ է կատարում ձեր հետ, բոլորիդ հետ։ Իհարկե նրանք փորձում են Ալիևին հասկացնել, որ վերենգի տեղը նման բան չանես։ Բայց ով գիտի, Ալիևի վերջին այսպես ասած տրված հաղթանակը էֆորիայի մեջ է գցել իրան եւ բազմաթիվ ախորժակներ ունի, գելի ախորժակ ուտելով է բացվում։ Չեմ ենթարկվելու ոչ մեկին ու վերջ, չեմ լսելու ով ուզում ալնի, ոչ Արևմուտք, ոչ Ռուսաստան, ոչ մեկին, ես պիտի մարազն անեմ։ Ձեռքերս քոր են գալիս, ես պետք է Հայաստանը նորից պատժեմ։ Այս մարդը պատերազմ է ուզում։ Հիմա հարց է ծագում. ով է պաշտպանելու այդ դեպքում Հայաստանին, եթե պատերազմ լինի։ Ռուսական կողմը իր դիրքորոշումը հստակ ասեց արտգործնախարարության խոսնակի շուրթերից։ Ով է պաշտպանելու Հայաստանին, հարց եմ տալիս։ Արևմուտքը, այն Արևմուտքը, որ 44 օրվա պատերազմի ժամանակ պաշտպանեց, այն Արևմուտքը, որ հայոց ցեղասպանություն եղավ, այն վաղ պաշտպանեցին, թե մենակ բոլորը բավարարում են խոսելով, դիվանագիտական ճանապարհով, հոխորտանքով, այդպես դուրս չի գալիս։ Եթե մի երկրի ղեկավար ասում է, ես ուզում եմ պատերազմել քո դեմ, երկիրը փոշիացնել, դու նրան ասում ես, եղբայր, արի այդպեսի բան մի արա, չի կարելի։ Միջազգային օրենքների համաձայն դու սխալ բաներ ես խոսում, մենք քեզ կդատապարտենք, այսպես այնպես։ Արա թքած ունենի քո ասած այդ միջազգային օրենքի վրա է։ Եթե մարդը խոսում է պատերազմելուց, փոշիացնելուց մի հատ երկի հազար ներողություն, ինչ խեռիս միջազգային օրենք։ Ով է շանտեղ դնում այսօր այդ միջազգային օրենքը։ Այդ որ պատերազմներ է ում հարցակում եք մի երկրի վրա, այդ միջազգային օրենքը հաշվի առնցվում է։ Իհարկե ոչ։ Գիտեք ինչ։ Նիկոլը պարզ տեքստով, պարզ Ալիևին կանաչ լույս է տվել։ Նայ եղբայր, հապկից անդամակցությունը սառեցրել եմ, դա նշանակում է, որ Ռուսաստանը չի գա օգնելու։ Արա ճանապարհը բաց հարի մտի երկրի էլի, վերցրա ինչ ուզում ես։ Որովհետև ես չգիտեմ, այսօր կամ, վաղը չկամ, ին վերջ ինչ կլինի։ Քանի ես այս աթոռին եմ, քանի ես ծառայում եմ թուրք-ադրբեջանական տանդեմին, այդտեղ արի վեկալ։ Մի քիչ կապիկություն անենք, խաղանք իրար հետ, թե պատերազմ չէ, դու ինձ մեղադրի, ես քեզ մեղադրեմ, ես կասեմ խաղաղություն եմ ուզում, դու ասա ես պատերազմ եմ ուզում, եւ այլն այս կապիկությունները խաղանք ժողովրդների աչքի փոշի փչելու։ Բայց դու արի մտի վեկալ, այդտեղ բաց են Հայաստանի սահմանները, բոլոր նախապայմանները ես քո համար ստեղծել եմ, Ալիև, արի վերցրու Հայաստանից այն ինչ կարած փոքի տար, քեզ լի, ղուրբան քեզ արի տար։ Այս է, հասկանում եք, թե չէ, իրոք Նիկոլը կանաչ լույս է տվել Ադրբեջանին, իսկ թե երբ կհարձակվի, դեռ կարևոր չի, այսօր կլի, թե վաղը, թե մյուս օրը։ Կարևորը նա է, որ այդ մարդը գալու է պատերազմով նորից։ Նորից կրկնեմ այս կետի վրա, որոնք մարդիկ շատ այնքան բութ են դարել, այնքան տուպո են դարել, այ մարդ, որ ստիպված նույն ելույթի մեջ 100 անգամ նույն բանը կրկնում ես, անընդհատ որ հասկանան։ Նորից ասեմ, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Ռուսաստանի անունից, դա պետության անունից է խոսում։ Հորդորում են հայ-ադրբեջանական կողմերին, որպեսզի խաղաղություն լինի, վերջացրեք, ոչ մի բան չլինի։ Բայց
Նաև հավելում, որ հայկական կողմը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի հետ, այսինքն ասես ժամանակավորապես սառեցրել է։ Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի անդամ չէ ինչ որ որոշ ժամանակով։ Այսինքն ՀԱՊԿ-ի անդամ չի, եթե սառեցրել է այնքան ժամանակով, երբ պարոն Նիկոլը կբարեհաճի Հայաստանի իշխանությունները այդ բոզածինները, կբարեհաճեն նորից այդ արգելքը հանել, նորից դառնալ անդամ։ Այսինքն նորից մտնի ուժի մեջ։ Եվ ասում է, որ պատերազմի դեպքում մենք ինչ պետք է անենք, այսինքն հասկացնում է, եթե պատերազմ լինի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք չենք կարող պաշտպանել էլ Հայաստանին, որտեղ Հայաստանի իշխանությունները գնացել են ինքնամեկուսացման, սառեցրել են ՀԱՊԿ-ի իրենց համագործակցությունը։ Այդ դեպքում, եթե դու էլ ՀԱՊԿ-ից չես ժամանակավորապես, ես ումը պաշտպանեմ։ Նորմալ է։ Իսկ ով պետք է պաշտպանի Հայաստանը, ասեցի Արևմուտքը, դե թող պաշտպանայի ժամանակին, բազմիցս դեպքեր եղան, պատերազմներ, ինչ արեցի, ոչ մի բան։ Այս մարդն ասում է գնում եմ խաղաղության։ Արա ինչ խաղաղություն, ժողովուրդ ջան, կարճ կոնկրետ ասեմ։ Նա կանաչ լույս է արդեն տվել Ադրբեջանին, Ալիևին։ Ասում է, պարզ հասկացնում է, ես սառեցրել եմ ՀԱՊԿ-ի հետ անդամագործակցությունը, հիմա սահմանները բաց են, արա արի մեկ էլ մտի։ Կարտաշարի վեկալ Հայաստանը, թեմդ պարզ դրած է, ինչ կուզես փոքի տար, քեզ ղուրբան։ Այո, որոշակի ճնշումներ կան Արևմուտքից եւ Ռուսաստանից, որ ասում են Ալիևին վախացնում են, չանես այդպես բան, հələ կասկածների մեջ է, էթամ, չեթամ, էթամ, չեթամ, բայց վերջը գալու է։ Իհարկե, հետոյի մասին որ խոսենք, Ադրբեջան, ես նորից եմ ասում, Թուրքիա, քարտեզի վրա ջնջվելու են, որտեղ դրանք էլ չեն բխում ոչ Ռուսաստանի այդ երկու երկրները, ոչ էլ Արևմուտքի շահերից։ Արևմուտքի համար այնքանով ձեռնտու չի էլ, Եվրոպայի համար նույնպես այնքանով ձեռնտու չի Էրդողանը, որ մեկ խաղում էր ընկերություններ անում Ռուսաստանի հետ, մեկ իրանց հետ։ Մարդ եթե Սիրիայի է պահում, այդ Սիրիային կներեք ամոթասել մի դոմ փող պետք է ունենա։ Սրանք տենում են, որ իրանց քածը Էրդողանը, մեկ վազում այդում Ռուսաստանին է դոմ փվում, մեկ գալիս Արևմուտքին է դոմ փվում։ Նրանք էլ ասում են եղբայր, չեղավ այդպես բան, այ պրոստիտուտկա, կամ պետք է մեզ տաս անընդհատ։ Երկու սիրած մենք թույլ չենք տա պահես։ Նույն բաններ ռուսներն են ասում Էրդողանին։ Համ մեր հետ ես, գալի ինձ ես դոմ փվում, հետո էլ եթում ես ասում ես չես ՆԱՏՕ-ից եմ, հետամ ՆԱՏՕ-ին դոմ փվեմ։ Էն էլ չի ուզում, ասում կամ իմ քածը պետք է լինես, կամ էլ ոչ մեկին։ Սա նորմալ է, պարզ տեքստով եմ խոսում, էլ ո՞նց խոսանք, պարզ լեզվով, դիվանագիտական տերմիններ չեմ օգտագործում, որ որոշ մարդկանց համար դա անհասկանալի է։ Դրա համար երկու կողմերն էլ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան ձեռ չեն տալիս այ մարդ։ Սրանք պետք է վերանան քարտեզ վրաց ու կվերանան, սա ժամանակի հարց է։ Բայց մինչև այդ օրը գալը, դրանց վերացումը, Նիկոլը ամեն ինչ անում է, նա լավ ջոկել է, նա գիտի ինչ է կատարվում, արդեն տեսնում է։ Ապուշն էլ, որ դնես ղեկավարի պաշտոնին վերևում, վերևից ներքև լավ է երևում, ինչ է կատարվում։ Դրա համար նա կանաչ լույս է տվել, նա ամեն ինչից փող առնում, պարզ ասում եմ, այ մարդ։ Փող տվեք ինձ, փող տվեք, ծախեմ, արա, սրանց էլ ծախեմ, ես հայերին էլ, ժողովրդին էլ, եկեղեցիներն էլ, կիսալուսին դրեք վրեն, քանդեք, թուրքեր եկեք, մտեք, գրավեք ես երկիր, արա, պարզ ասում եմ, փող տվեք, էլի փող տվեք, ես ես ամբողջը տամ ձեզ։ Սա հանդուրժողականության հետևանքն է, տավար ըլնելու հետևանքն է։ Նա շատ բան կանի ու լավ էլ կանի որ անի, որովհետև տավար ենք, այ մարդը զորով չի։ Լավ էլ ոնց անես մարդը, ոնց բացատրի, արա ասում է բերան արա, պետք է ծախեմ ձեզ էլ բոլորիդ էլ արա, դուք պետք է դառնաք բոշան հայրենիք, թափառական պետք է գնեք աշխարհով մեկ։ Էլ ոնց ասես մարդ արա, պիտառաստել ոնց ասի որ դուք հասկանաք։ Մնում է հելնի բառացիորեն արա։ Այդ ազգային ախորի ամբյոնից պարզ ասի հայեր, ես ձեզ պետք է վաճառեմ, դուք ժողովուրդ չեք, դուք պետք է բոշա դառնաք, դուք ոչնչություն եք, դուք մարդ չեք, ես վաճառում եմ ես երկիր, արա դու ես ինչ աննամուշ ժողովուրդ եք, այ մարդ, ձեր աշկով տենում եք, ինչ եմ անում, բայց ոչ մի միջոց ձեռ չեք առնում, չեք կարում ինչ կանգնացնեք, սատկացնեք, ուրեմն տավար եք, պետք է ծախեմ ձեր երկիրը, ձեզ էլ հետը, ձեր մեռելներին էլ հետը, ձեր գերեզմանները կգան ադրբեջանցի գրավեն տրակտորով կհավասարսեն տեղը կարտոշկա կցանեն։ Արես մարդել ոնց ասի, լավ ես
Երևի միակ ազնիվ մարդը կապիտուլյանտն է Հայաստանում փաստորեն։ Այո, միակ ազնիվ մարդը, բարձ, որ գործում է, չի թաքցնում իր ով լինելը եւ իր ասածը գործի է վերածում։ Դա կապիտուլյանտն է, այմար բարձ ասում է, փաստորեն ամենալավ տղեն ինքն է, էլի։ Ուրեմն ճիշտ էր ասում, որ ին ոգին անկոտրում է, ինչ չեք կարող կանգնացնեք։ Նորից եմ կրկնում, քանի մարդը անպատիժ է, նա անելու է ամեն ինչ։ Դա նորմալ է, դու ինչքան հանդուրժ ես, նա անելու է ամեն ինչ, դա նույն բանն է, որ տան տղամարդը տականք է, կնոջը առանց որևիցե մի առիթի անընդհատ ծեծում, ջարդում, կապտուկներով, ես կինը տարիներով հանդուրժում է այս ամուսնուն։ Նա այն բնական անում է ամեն ինչ, ասում են ինչու չես բաժանվում։ Փաստորեն բարձվում է ծեծնել քաղցր բանա։ Դուրը գալիս է, որ չի բաժանվում, նույն բանն էլ մերն է, այս մեր ժողովրդին դուր է գալի ուրեմն այս ամեն ինչը։ Արելա ոնց ասենք, ինչ ձև ասենք, ես չգիտեմ։ Ապստամբությանը պետք է ոտքի ելնել։ Նիկոլը պարզ ասում է, անում եմ ամեն ինչ, հասկացնում է, այ մարդ, հասկացնում է, պարզ ասում է։ Կանգնացրեք ինձ, վաճառելու եմ ամեն ինչ։ Արա ոչ մեկի պետք չի, ոչ մեկի տանձի չես երկիր ինչա կատարվում։ Այս մարդը սկուտեղի վրա մաս տալիս է, հիմա ուզում է մեծ իմաստով, ասես լրիվ մեծ մասը քսի դրան զերը վերջացնի։ Պարզ Ռուսաստանը հստակ իր խոստակի լեզվով ասեց, մենք չենք կարել օգնենք, եթե Ադրբեջանը նորից հարձակվի Հայաստանի վրա։ Եթե իրար չհասկանան, մենք չենք էլ խառնվում։ Բայց եթե ասում եք պատերազմ լինի, նորից կրկնեմ տավարի ցավերի համար, որ մենք չենք օգնելու։ Այտենց է դուրս գալիս, որովհետև Հայաստանը սառեցրել է հապկետ համագործակցությունը։ Էլ ոնց օգնենք, եթե մեր անդամը չի, ժամանակավորապես դուրս է եկել։ Ում օգնենք։ Դրինք Ռուսաստանին մի կողմ։ Արևմուտքից ով է երաշխիք տվե Հայաստանին, որ կգամ կօգնեմ։ Ցույց տվեք, ով է մեկը տվե։ Մակրոնը, արա այդ խերրից գլուխ գեյ է, արա։ Էդի պետք է օգնի։ Օգնողային էլ եմ ասում 44 թվականի պատերազմի վաղ տոգային օգնեն։ Բախ ինչ օգնեցին, ուր էին այդ ժամանակ այդ ամբողջ արևմուտքի ժողովուրդները, պետությունները այսինքն։ Ոնց որ Նիկոլը Արցախը հանձնեց, չգիտեմ քանի միլիարդ զենք էլ մնաց ընդ էլ նվիրեց Ալիևի բանակին այսօր ասեց։ Այսենց էլ ժողովրդի ջեբից գրանտներ ավեկալում, չգիտեմ պարտքերամիջազգային բանկերից վեկալում, հնդկական զենքեր առնում, તો չգիտեմ որտեղից ինչ էր ապերում, լիքը բերել լցել է Հայաստանում, գիտեք զենք չկա, շատ բան կա։ Սա էլ է նվիրելու, չի կռվելու էլի։ Նորից նվիրելու է Ադրբեջանին։ Ասե հարի Հայաստանն էլ վեկալ է, զենքերն էլ քեզ սախտամ քեզ, ես էլ վեկալ քեզ։ Արես մարդը պարզ ծառայում է, թուրքական կալանին էլ ինչ եք ուզում։ Լավ ոնց ասե, ախպեր ասում է ես թուրք եմ, թուրք արա, մնում այդ բառը ասի որ հասկանա կարա։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես անասունացել է այս ժողովուրդը։ Անասունացել է այս ընդդիմությունը։ Արա լավ այդքան ворդ չունեք արա, բերեք գտեք արա, մի հատ չգիտեմ մոջահեդ գտեք, որտից աշխարհում լիքը terroristներ կան արա։ Բերեք մեկին մերը փող տվեք, ասա սատկացրեք արա սրան։ Եթե այդքան անճար եք դուք արա։ Ես արդեն կասկածում եմ, ձեր կնիկներին դուք եք շինում, թե ուրիշն է շինում։ Կնոջ դաշտանը գիտենք, որ ամիսը մեկանում, բայց հայ տղամարդու դաշտանը ամեն օր արասես բան ոնց կլինի։ Դու քազ եք դառես, ոնց ալնելու ես ամեն ինչի վերջը։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Մենակ մի բան են ուզում, իշխանության ձգտենք, իշխանություն վերցնենք, արա դու վերցնելու բար նախ սրանց պետք է մաքրես երկրից, որ կարողանաս տենաս ինչ ես անում։ Չգիտեմ, գնացեք մտածեք ախպեր, ինչ ուզում եք արեք։ Ինչ ուզում եք արեք, սես տավարի պես նստելով բանդուս չի կարա։ Վեկալ եկեն ամեն ինչ, արա որ չեն ասում, բա ինչով է տան կռվենք։ Արա մերը ասելով, մի անգամ էլ ասեմ, թո ամեն մեկը, եթե ինքը հայրեն ասեց տղա է, ամեն մեկը մի հատ պիդարաստ քպայականի սատկացնի։ Հələ մի 10 հոգու խփեք տենամել դե մարդը, վախուցախ փախնելու են։ Արա չկա, այս 35 տարի է դարդերով ոչ բարով ու խերով անկախենք սուտի։ Ցույց տվեք, նորից եմ ասում, 35 տարվա մեջ այդ ամբողջ ժամանակաշրջանից սկսած առ այսօր, որ մի դավաճան սատկացվել է Հայաստանում։ Դու սա գիտեք ինչի մասն է խոսում։ Որ այս ազգը մեռել է, չկա ուրեմն։
Մեռելա չկան, այն արիացի հայերը մեռը գնացել են, ուրեմն չկան։ Ոնց որ հռոմում այսօր այդ հռոմեացիները ոչինչ հռոմեացի են կոչվում, այդ իտալաշկիկը։ Նրանք այն հռոմեացիները չեն նախկին, նրանք վերացել գնացել են։ Որովհետև նախկին հռոմեացիները խոսացել են լատիներեն, ոչ թե այսօրվա կոկոլո լեզվով իտալական։ Սրանք ստրուկներն են, որ անկախացել են հռոմի անկումից հետո, ստացել են քաղաքացիություն, մնացել են այդ երկրի տերն են դառել։ Ասում են մենք հռոմեացի, բայց իրանք էլ գիտեն, որ իրենց պապերը ստրուկներ են, իրանք ստրուկների ժառանգորդներ են։ Եվ այդպես երկրներ շատ կան։ Բանից պարզվում է մենք էլ ենք այդպես։ Ես էլ եմ ասում էլի, 1.5% սվարած մաքուր արիացի հայեր են մնացել։ Եթե մնացած է բոշային աղբեր, ինչ ասեմ, որև սրանց ձեռը տալիս է ծափրել, ինչ ասեմ, թքած ունեն ուն ձեռը տակ կապրեն։ Թուրքի, ադրբեջանցու, մոնղոլի, թաթարի, արաբի, սելջուկի, ես շատ չգիտեմ ուն ձեռը տակ եք ուզում ապրեք։ Հլավ դուք ամոթ չունեք արա։ Ամեն ինչի մեջ կակ, ել եմ ասում, ռեստորաններում հագնվում եք, պճնվում եք, միկա-պիկա, արա։ Ագարպությունը սիրում եք ամեն ինչ անեք, սրիպտիս կլուբներ, բորդել կլուբներ, ռեստորաններում լափել արա, այս ամեն ինչի մեջ դուք պարտաճանաչեք, մենակ ուտեք, խմեք ու դոմփվեք արա, ես ձեր որ չեն ասում ես երիտասարդությունը, այդ պիդարասներ, մեր սերունդը ձեզ է Արցախ թողեց, ազատագրված տարածքներ տվեց։ Մինչև հիմա մարդիկ կանից ասում են, հոպար այդպես որ խոսում ես, արի թե դու էլ կռվի։ Ես 4 տարի կռվել եմ, իմ պարտքը տվել եմ հայրենիքին։ 62 տարեկան մարդ եմ, էլի կարամ գամ կռվեմ, արա բայց դու կանգնող եք, ոչ մեկդ ոտի չեք ելնում։ Արի կռվի ասում է, արա, քանի սերունդ պետք է կռվենք ձեր համար։ Քանի կյանք ունենք մենք, ես եւ իմ նմանները, որ կռվենք անընդհատ ձեր համար։ Գերեզմանոցից էլ արա մեռնենք, հանեք, բերեք, ասեք արի կռվի։ Դուք էլ ինչ անեք, պլան քաշեք, նարկոտիկ մշտեն այդ քաշեք, արա, պեցիկի նման տրուբաշլվարներ հագնեք, վերև, գյոթ եք, արա, լեսբիանկա եք սաղդ դառել։ Արեք դուք կյանք տվեք մեր համար, մենք մեր համար ապրենք էլի, աղջիկ տղա չկա այսօր Երևանում, սաղ խառնվել են իրար, արա, ում ուզում ես բռնի չգիտես ворց են թե եկեն, սաղ նույնն են դառել, սես բան կլինի։ Չգիտեմ, ինչ կլինի դա էլ, ես արդեն խելագարվել կարելի արա, ես նորից եմ ասում կոմիտաց վարդապետը, որ ասում են գժվեց, ցեղասպանությունը տեսնելով, այդքան արյան գետեր դիակներ դրանից գժվեց, վշտից, ոչ, վարդապետը դրանից չի գժվել կոմիտասը, այլ գժվել է նրանից, որ չեն կռվել, այսօրվա ձեր նման չեն հելե մեր նախնիները կռվել, են խեղճ, ֆիդայի տղեկը, անդրանիկեր, նժդեհեր, թրոհեր, սերոպեր, աղբեր, բոլորները, այդ մի քանի հոգին էին ազգ ներկայացնում, նրանք էին ազգին դրանները, ձեր նման գանդոնների ձեր են վախտել չկռվողը, չէր կռվում, այսօր էլ չկռվողը չի կռվում, գլուխները գերադասեցին, կախեն տավարի պես մի խուրջին հաց կապեն դեմ, նրանք գնեն անապատի ճամփեք ու ում տվեն։ Արա 5000-ներով, 6000-ներով տանում էին 5 զինվոր կարաբիներով թուրքերը։ Տանում էին անապատ մեջ գնդակ արում էին, պատրոնը պրծնում են, նրանք ասում են արա ես մենակ կնայեմ այս սաղին։ Գնայելի պատրոն բեր որ խփենք։ Պատրոնը չէի կարում այդ 5000-ով 5 հոգու վրա հարցակվեն մեր Էինյանի վրա։ Այդ գերադասում էին նստեին ու կոտորվեին։ Արա նույն բանը հիմա է կատարվում։ Ես նորից եմ կրկնում, իս ցավա պատճառում ես պատմության էջերը շեշտելուց։ Ես չեմ ուզում այդ պատմության մեջ այդ կեղտոտ, ցավալի, ողորմելի դրվագներ կան, որ չեմ ուզում հիշեմ։ Դա ազդում եմ ներվային համակարգի վրա։ Չեմ ուզում հիշեմ։ Ես ուզում եմ մենք վերածնվենք, ավելի հզոր ժողովուրդ դառնանք ու ազգ դառնանք։ Ոչ թե ես տավարի պես նստենք, այ մարդ ում վրա եք դրել, հելեք ամեն սերունդ, ճիշտ էր ասում Չինաստանի նախկին նախագահ Մաո Ձեդունը, ասում էր ամեն սերունդ պետք է ունենա իր պատերազմը, ամեն 30 տարին մեկ պատերազմ դիլնի, գոնե մի տարով 2 տարով, որպեսզի մարդը հասկանա կյանքի եւ մահվան գինը։ Չէ, խաղաղություն թո անընդհատ լինի, թո գնվես դոմփեք, թուրքը կդոմփի, ուզբեկը, տաջիկը չգիտեմ ով, դա էլ կարևոր չի, մենք խաղի հանգարց վայաման մսի կտորես մի քիչ չցավա, որ այդ 5 հոգով բռնաբարում կողում ու հանում են։ Չի ցավում, հա? Ինչա թե հայրենիքի համար մի փոքր մի մասնիկ քո կյանքից պետք է նվիրես ցավում, հա, բիսնու արունդ։ Վայ ես ձեր անթասի
Ովքեր է տենց են մտածում, էլի, ես չգիտեմ, արա, ոնց կարելի է սենց լնելի։ Ոնց կարելի է սենց լնի։ Ես չգիտեմ, ես ինչա կատարվում։ Բայց այս չի մնաց բախտորված ջուրը զուլալվելու է, կզուլալվի։ Ձեր սաղի Դատաստանը ավելի վատ է լինելու։ Եթե այդ Հայաստանը Նիկոլին պետք չի, ձեզ էլ պետք չի, այդ Հայաստանը պետք է նրան, ով որ այդ տարածքի արժեքը, ստրատեգիական իմաստը հասկանում է։ Նրանք չեն թողի, որ Հայաստանը կորի, հատկապես Ռուսաստանը չի թողելու, որ Հայաստանը կորի։ Չի թողի, որ բանը հասնի նրան, որ ամբողջ Հայաստանը վերանա քարտեզի վրայից։ Մեկը վերցնելու է, ինքը չի թողի, որ այդտեղ թուրքերը միավորվեն։ Նա լավ գիտի, եթե միավորվեցին, շատ իր համար մեծ վտանգ է դա։ Ինչևէ, սրանից չեմ էլ ուզում խոսեմ, ստես խոսեցի կարևորը մեր խնդիրներն էր։ Այսքանը ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի ես չգիտեմ ինչ ասեմ։ Առայժմս